Չնայած Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է քուրդ զինյալների հետ հրադադարի մասին, օրվա երկրորդ կեսին նախատեսված Հալեբ-Երևան եւ հակառակ ուղղությամբ Երևան-Հալեբ չվերթները այսօր չեղարկվել են։ Թռիչքներն իրականացնող Fly Cham-ի հայաստանյան ներկայացուցչությունից Ազատությանը տեղեկացրին, որ այսօր նախատեսված թռիչքները հետաձգվել են Հալեբում տիրող իրավիճակով պայմանավորված։ Օդանավակայանը ըստ նույն աղբյուրի այսօր մինչև կեսգիշեր փակ է լինելու։ Եթե իրավիճակն ամբողջությամբ կարգավորվի, թռիչքները նախատեսում են իրականացնել հաջորդ երեքշաբթի հունվարի 13-ին։ Այսօր հանդարտություն գտիրի Հալեբի մեջ, փուն փախումնալից օրեմը վերջ։ Սիրիայի Գանձասար շաբաթաթերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանն Ազատությանը տեղեկացրեց, գիշերվա 3-ից բանակի հայտարարած զինադադարը Հալեբի քրդաբնակ թաղամասերում պահպանվում է։ Ըստ հաղորդագրության զինյալ խմբավորումներին այդ շրջաններից դուրս գալու հնարավորություն կտրվի։ Սիրիական բանակի եւ քրդերի գլխավորած Սիրիայի դեմոկրատական ուժերի զինյալների բախումները հայաշատ Շեյխ Թահա եւ Վիլաներ թաղամասերին շատ մոտ էին։ Նորքյուղեն Շեյխ Մախսուդ 2 կիլոմետր է հեռավորություն, այսինքն հարագից շրջաններ են։ Էշրեֆիեի եւ օրինակ Շեյխ Թահայի միջև հեռավորությունը քիչ է, քանի կիլոմետր չկա նույնիսկ։ Անոր համար վտանգված էինք, նյութական վնասներ արձանագրվեցան, դուներ վնասվեցան, ապագիներ կոտրտվեցան, փամփուշտներ մտանգարկ բնակարաններում մեջ, բայց զոհեր կամ վիրավորներ չարձանագրվեցան բարեբախտաբար։ Շատ հայեր տեղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում են գիշերել։ Գանձասար շաբաթաթերթի խմբագրի տեղեկություններով մոտ 50 ընտանիք։ Ցերեկ արդեն վերադարձան, այդտեղ իրենց ամեն ինչ ապահովված էր, սնունդ եւ այլն, ասկային առաջնորդարանը քիչերելու պայմաններ եւ այն ապահովված էր։ Գային ընտանիքներ, որոնք շատ վտանգավոր շրջաններում էին, հոն հաստատվեցան, առավոտյան վերադարձան իրենց տուները, որտեղ անապահով էր ավելի փախումները քիշերը գսաստկանար։ Ապաստանեցանք ցևոմը ներքիսենյակներու մեջ, շատ մտեղեր, այսինքն անոնք, որոնք դեղ չունեին սրահկացին կամ բարեկամներու դուներ կացի, մինչև որ այս քանի օրը անցուցինք։ Եկեղեցվո սրահ։ Պողիկյանը բախումների պահին քրոջ տանն է ապաստանել։ Վերադառնալով տան ապակիները կոտրված է գտել։ Քրոջս դուն փոխադրվեցա, որ մեր դունը վտանգավոր քիծի վրա էր։ Վերադարձին արդեն ապակիներ չարտված էին, բայթումներու ջնշում են։ Ես քիշերին վերադարձանք, բայց երբ որ մեղմացավ զարգը բախումները, մեղմացան մասամբ վերադարձանք բնակարան, քիշերեցինք բնակարանը, հիմա արդեն խաղաղ է Պարքաստու։ Կային տրամադրություններ, օրինակ Հայաստան գալու այս բախումների ընթացքում, թե այդպիսի տրամադրություններ չկան համայնքում։ Ոչ, չկային, որովհետև հստակ էր, որ այս բախումները գարց շրջանի մահաման էր, մինչև որ բանակցության նստին։ Ամբես որ այդ իրարանցումը չկար, բայց անապահովությունը շատ վատ էր, այսինքն անապահովական վիճակը քեշ էր։ Սիրիայի կառավարական զորքերի եւ քուրդ զինյալների միջև մի քանի օր տևած մահացու բախումների հետևանքով 21 զոհի մասին է հայտարարվել։ 140,000 խաղաղ բնակիչ ստիպված է եղել փախչել իր տներից։ Օրվա երկրորդ կեսին Reuters-ը հաղորդեց, որ քրդական ուժերը հրաժարվել են զենքը վայր դնել, մերժելով Դամասկոսի տարհանման առաջարկը։ Իշխանությունը պահանջում է ինքնավարության ձգտող քրդերից վայր դնել զենքերն ու ինտեգրվել Սիրիայի բանակին, ինչի մասին կողմերը համաձայնագիր էին ստորագրել անցած մարտին։ Պայմանավորվածությունը սակայն իրականություն չի դարձել մի շարք տարաձայնությունների պատճառով։